Շնորհակալություն նման բարձր գնահատանքի համար։ Նախ թույլ տվեք ասել, որ դուք սկսել եք նոր չէ, բայց արդեն ավելի հաճախ ձեր թեզերի մեջ խճճվել։ Այս 8 տարվա ընթացքում տենց էլ չհասկացանք, դուք չհասկացաք, էլի, մենք միլիարդատեր թալանչիներ ենք, որից պետք է թալանը հետ վերցնել տալ ժողովրդին, թե մի քանի հազար դրամի համար կնոպկա սեղմող։ Հիմա որն ենք։ Այդ երկու թեզը իրար հակասում է։ Նենց ոնց որ հակասում է, գիտեք որ թեզը, որ մենք զենք չենք գնել։ Այս ինչ աղմուկ է, որ մենք զենք չենք գնել, բայց միլիարդավոր զենք ենք թողել Արցախում։ Գիտեք էլ որ թեզն է իրար հակասում, որ մենք 8% չենք հաղթահարելու, բայց Գյումրի 2 ենք անելու։ Մի հատ կողմնորոշվեք, այս թեզերը իրար հակասում է, որ թեզն է վերջը, որն եք առաջ տանում։ Ես իրականում ապշում եմ, եկեք այստեղ անգամ են, ինձ թվում է այդ բոլոր նախկին ղեկավարները նայում են ձեզ ու ասում են, ինչ սենց էլ կարելի էր։ Ասենք ոնց կարելի է գալ ստեղ ձեր տված պարգևավճարների հրամանը միլիարդավոր դրամների, ասել ընդդիմությանը մեղադրել դրա մեջ։ Մեզ մեղադրում են, որ իրանց պարգևավճար են տալիս, մի տվեք, մենք ձեր պարգևավճարների ձեռը կրակն ենք ընկել, չգիտենք ամեն անգամ։ Այ հուզիչը սա է, Տիկին Վարդանյան, բայց մի ընդհատեք, թողեք շարունակի մարդը։ Չգիտենք, հիմա բոլորով ընդհատելու եք ինձ։ Հարգելի գործընկերներ, լրություն մի վարքյան, էլի, շարունակեք։ Ամեն անգամ պիտի մտածենք որտեղ ենք ուղում այդ հաշվետվությունը ոնց ենք տալիս ու հիմա այս նախընտրական շրջանում այս արգելքի հետ ինչ ենք անում, որ ձեր քնչականը հետևից չգա։ Մի տվեք, բա հեղափոխական տղերք ու աղջիկներ եք։ Հետո պարզվեց հեղափոխական տղերքն ու աղջիկները առանց պարգևավճարի ու էկոպադավատների չեն կարող աշխատեն։ Այ քեզ հեղափոխական տղերք ու աղջիկներ։ Հաջորդը, ես լուրջ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը հայկական բիլի-միլի գնա։ Այն որ անձի երկվություն ունի, 24 հատ առանձին անձ ունի, այնքան է ինքը իրան հակասել, այնքան է ինքը իրան հակադարձել, սենց հակառակում ու համոզել, չգիտես, որ Նիկոլ Փաշինյանին բանանես պատասխանես են Նիկոլ Փաշինյանի, որ ասում էր Արցախ Հայաստանա թե վերջ, թե որ ասում է Արցախ Ադրբեջանա ու վերջ։ Մարդիկ իրոք խճճվել են, չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանենք, բայց մի աշխարհում երկու սուբյեկտ կա, որ այս խառնաշփոթի մեջ անդադ իրար հակասող հայտարարություններ անելու մեջ դուք իրանց ոտքը երբեք չեք տրորել։ Դուք իրանց շահերին հակառակ չեք գործել։ Այդ Թուրքիան ու Ադրբեջանն է, Նիկոլ Փաշինյան։ Դուք հայտարարում եք, որ Եվրոպա եք գնում։ Այ Եվրոպա գնացողներ, այ Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյան, ինձ մի հատ ցույց կտաք եվրոպական պետություն, որտեղ որևէ կուսակցություն նախընտրական ծրագրով հոգևոր առաջնորդ է փոխում։ Այդ ո՞ր մի Եվրոպա գնացող պետությունն է տենց անում։ Կրոնապետություն մենք երբ ենք դարձել։ Դուք խոսում եք, էլ Եվրոպա գնալու ճանապարհին դեսպանատան հերթերը ՌԴ-ից կախվածության մեծացման մասին չեմ խոսում։ Դուք ինքնիշխանությունից եք խոսում։ Մի հատ կբացատրեք, այդ ինչ ինքնիշխանություն է։ Ես անգամ այդ հայտարարությանը չեմ անդրադառնում, տենց ա եղել, տենց չի եղել, այդ ինչ ինքնիշխանություն է, որ գնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի դիմացը կողքը նստում եք ու ասում եք մենք Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ դուք երկու անգամ այդ հայտարարությունը արեցիք։ Այդ ինչ ինքնիշխանություն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը, եթե հանկարծ կամ որևէ գերտերության վաղը Սյունիքի մասին մի հատ մեր շահերին հակասող հայտարարություն անի, ինչ եք անելու։ Ինքնիշխան ղեկավար իրան տենց է պահում, ինչա երկու անգամ ասել են մենք էլ պիտի այդ նույնը անենք, թե դիվանագիտական նոտա պիտի հղեիք, հակառակը պիտի ապացուցեիք, այս ինչ ինքնիշխանություն է, ասենց ինքնիշխանություն էլ աշխարհում որտեղ եք տեսել։ Ինձ թվում է դուք մեզ նաև ձեռ եք առնում տատիկներին ու պապիկներին հաստատ։ Շատ լավ է, որ տատիկներն ու պապիկները Կիպրոս արդեն կարան գնան, բոլորիս հարկերով եւ այլն, իրոք շատ լավ է, բայց կարող է Կիպրոս գնալուց առաջ պետք է կարակ կարողանալ առնել, տաքսի բանանել, տաքսիից օգտվել, միս առնել, դուք այդ գնաճը տեսել եք։ Այսինքն իմ տատիկին ու պապիկին հիմա լոլիկն է ավելի կարևոր, թե Կիպրոսի բանը, որ 10 րոպե այդ գնի ասենք եղել։ Հիմա հաջորդ կետը, որով դուք այսպես բան եք անում, խաղաղության թեզը, ասում է խաղաղություն, մենք չլինենք, խաղաղություն կլինի։ Ես ուզում եմ հասկանամ վերջ մեզ ինչ եք առաջարկում։ Ցմահ ձեզ ղեկավար պահենք, զմրսենք, ինչ անենք, լուրջ ոնց կլինի, դուք չլինեք, եթե վաղը ձեր այդ բան պատահի, ինչ ա լինելու այդ խաղաղության հետ։
Վերջանում է խաղաղությունը, արևը, ջրի փայլը, երեխաների ժպիտը, հա, ամեն ինչ վերջանում է, ձեզնով, աշխարհը սկսե որ ձեզնով վերջանում է, իսկ իրականությունը գիտեք որն է, որ ձեր հայտարարած խաղաղության դարաշրջանում Հայաստանում ամերիկյան համալսարանը հայտարարում է, որ իրեն թիրախավորման վտանգի պատճառով դասերը առցանց են անելու։ Ու հայտի տենց է, որովհետև մենք այդ տարածաշրջանում ենք ապրում։ Ես չգիտեմ ինչը ձեզ այսպես ժպտացրեց, հիմա Սիրելի գործընկերներ, թողեք մարդը խոսա հասկանանք ինչ է ասում։ Պարոն Խաչատրյան, խնդրում եմ, նստեք, պարոն Ալեքսյան, շատ եք խանգարում։ Տիկին Վարդանյան, շարունակեք։ Խնդրում եմ իմ ժամանակը վերականգնել։ Շարունակեք դուք։ Հիմա ժողովուրդ, կարաք բոլոր ելույթ ունենաք, վստահ եմ Ռուբեն Ռուբինյանը չի խոչընդոտի ձեր անգամ 10 անգամ ելույթը, դուք ընդհանրապես 4 ժամ կարաք խոսեք, խնդրում եմ, թողեք 5 րոպե խոսեմ եւ լքեմ ամբիոնը։ Հիմա, հա, որովհետև մենք այդ տարածաշրջանում ենք ապրում, այո, այդ տարածաշրջանի վրա դուք չեք կարող ազդեցություն ունենաք, չեք կարող այն ազդեցություն ունենաք, այսինքն որը որ հայտարարում եք, ու այո, կարա տարածաշրջանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ սպառնալիք է մեր համար, մեր երկրում օբյեկտների համար, ու դրա այդ վտանգների մասին է պետք, այսինքն այս տարածաշրջանի մարտահրավերները դրանք են, դրանց ոնց են դիմագրավում, ձեր այդ թուղթը, որը տես նախաստորագրել եք, ասում եք սրանով բերել եմ դարի խաղաղությունը, այդ էր բան անելու կանգնեցնելու, եթե Իրանը որոշել թիրախավորել շրջակա երկրների, այդ թվում նաև համալսարանները, ու ոնց էր կանգնեցնելու, ինձ մի հատ այդ բան կանեք, դրա մեխանիզմը ցույց կտաք, ձեր 8 տարիներն են ամփոփում, կոռուպցիան է ձեր հաջորդ դրոշը, այդ կոռուպցիայի դեմ պայքարը ինչ եղավ, վերացրեցիք, թե իրան նենց փաթեթավորեցիք ու սիրունացրեցիք, որ մարդիկ ավելի դժվար են տեսնում, այն անիֆի գործից նորություն կա, վերջը մեկը պատժվեց այդ գործի համար, 25 միլիարդի համար մեկը պատասխանատվություն կրեց, եկել եք, նախնիները, թալանը, բայց ձեր թալանը ով պիտի հետ բերի, ով պիտի բացահայտի։ Հիմա, մեգա նախագծերից եք խոսում, չգիտեմ, խոսում եք տարբեր միլիարդավոր ներդրումների մասին, դուք ինձ մի հատ ցույց կտաք, ես մեր քաղաքացին, ինչին նայելով պիտի վստահ լինի, որ մեգա նախագծեր կարաք անեք, ասֆալտին ձեր, այդ տիեզերքի թանգարանի դիմացի ասֆալտը տեսել եք, տիեզերական մասշտաբի փոսեր են, այդ ոնց պիտի, այսինքն ասֆալտ չեք կարողանում սարքել նորմալ, թունել չեք սարքում, ջրամբար չեք սարքում, գործարան չեք հիմնում, մեգա նախագծեր պիտի անեք, այդ ոնց եք անելու, այդ ինչ կարողություններով, ովքերով եք անելու, այդ ընդհանրապես հետաքրքիր է, 8 տարի ղեկավարել եք, հավակնում եք լինել երկրում ամենաշատ ղեկավարած թիմը, ինչի համար, լուրջ եմ ասում, չեմ նախանձում, հանգիստ եղեք, հիմա, ինչի համար, այս քաղաքացիներից քվե, անդադ քանի անգամ եք գալու նույն մանդատը խնդրել քաղաքացիներին ու չանել ոչինչ, ձեզ խաղաղության մանդատ չեն տվել, այդ պողպատյա մանդատ չէիք խնդրում, բա ինչ արեցիք այդ պողպատյա մանդատով, քանի պատերազմ ու բան բերեցիք հարձակում Հայաստանի վրա, քանի հատ հարձակում եղավ, այդ որ ասում եք, ես չլինեմ գնամ, դուք գաք պատերազմ կլինի, էլի մեկը կար 98-ին նույնն էր ասում, ոնց եղավ, որ հետո եկանք 10 տարի Հայաստանի ամենախաղաղ ժամանակը եղավ, ու ոնց եղավ, որ խաղաղությունից ամենաշատ խոսող ձեր ժամանակ եղան ամենաշատ պատերազմները ու հարձակումները, ապրիլյան պատերազմը ձեր ժամանակ չի եղել, հա? Ձերը չգիտեմ ինչ նկատի ունեք, այդ մի օրինակը հիշեցիք, ես քանի օրինակ հիշեմ, հիմա, ժողովուրդ հիշեցնեմ ձեր, որ կարող եք գալ ելույթ ունենալ, ես իրականում ուզում եմ դիմել մեր ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, ձեզ միջև հիմա խաբել են, ձեզ իսկապես չեն ասել այն, ինչի համար իրենք գալիս են իշխանության, քվե են խնդրում եւ հավակնում են ձեզ ղեկավարել, ձեզ ասել են այսինքն մի բան, արել են 180 աստիճան հակառակը, բայց այս մեկը տարբեր է, էլ չեն թաքցնում, արդեն բաց ուղիղ են ձեզ ասում, Մարիա Կարապետյանը ասում է, որ այս ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են, Ալեն Սիմոնյանը ասում է, որ մեր երաշխավորը Ադրբեջանն է ու չի հասկանում տեղ ընդհանրապես ինչ խնդիր կա, ուրեմն սիրելի հայրենակիցներ, շատ ուղիղ են ձեզ ասում, ինչի մեջ է ձեր ընտրությունը, շատ ուղիղ են ձեզ ասում, ու դուք շատ լավ պիտի հասկանաք, որ այս իրավիճակում
Չգնալ ընտրությունը նշանակում է այո ասել այդ ծրագրին։ Գնալ ընտրության ԿՊ-ին ձայն տալ նշանակում է այո ասել այլևի սահմանադրությանը։ Նշանակում է այո ասել, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի։ Այսինքն այս մարդիկ, բացի հանցավոր լինելուց, ձեզ բոլորին դարձնում են հանցակից։ Շնորհակալություն, Լիլիթ Ստեփանյան։ Ոչինչ 5 րոպե ավել ելույթ կունենաք։ Լավ, կմնա վաղը ուրեմն։ Հանդիպենք վաղը, ստեսություն։